Հուսով եմ լավ եկարգերի հետևորդներ, ուրեմն այսօր պետք է խոսենք շատ կարևոր մի թեմայի մասին, ֆոն դեր Լայենի այցի եւ նաեւ վերջին նախորդ օրվա զարգացումների մասին, որոնք շատ հետաքրքիր բաներ են մեզ հուշում, թե ինչ է կատարվում եւ ինչ քաղաքականություն է փորձում վարել Հայաստանի իշխանությունները եւ ոնց են իրանք աստիճանաբար ճզմվում իրենց իսկ բալանսիզմի տակ եւ ինչ վտանգներ են հասունանում այս առումով։ Եվ բավականին հետաքրքրական ու հստակ ճիշտ է ծանր մեսիջները Հայաստանի իշխանության համար, բայց այս լավ խոսքերի օգնության, ուրեմն փաղաքշական բառերի տակ իրականում ինչ հստակ ասեց ֆոն դեր Լայենը Հայաստանին եւ որն էր պայմանը ընդհանրապես Եվրամիության աջակցության։ Շատ հետաքրքրական մեսիջներ են, որովհետեւ մենք իրավիճակը լրիվ պատկերացնենք, հեսա հերթով, կարգով, սիրուն կբացատրեմ ինչ է կատարվում եւ ինչի է Փաշինյանը զանգել Միշուստինին, արագ եւ ոնց են իրանք կամած նույն բանը առաջարկում ըստ էության, կամած տակից, ոնց են հիմա արդեն པարզ է դառնում։ Ինչ որ նույն Սամվել Կարապետյանները թրիփի հետ կապած ոնց են իրանք կամած այդ թրիփը փորձում ասես մտցնեն ուրեմն ռուսներին թրիփի մեջ։ Մեկ այդ ամեն ինչը կհասկանանք, բայց այդ ամեն ինչը ուրեմն այդ ելեմ ասում արանքում մնալով ճզմվելու են, մենք հեսա հերթով կհասկանանք ինչա կատարվում եւ ինչի են պանիկայի մեջ վերցրել ու զանգել Միշուստինին, երբ որ իրան չեն շնորհավորել։ Մա կհասկանանք։ Հիմա ուրեմն սկսենք ամենաառաջին մեսիջից։ Հայաստանը թվում է թե ժողովրդավար է, Ալիևը թվում է թե բռնապետ է, բայց ուսուրավ այս բաները դիվանագիտության մեջ շատ կարեւոր են։ Հիշում եք, երբ որ Ջեյ Դի Վենցը այցելեց Հայաստան եւ Բաքու, ինչպես էին խոսում, որ առաջինը եկավ Հայաստան։ Նույնը վերաբերվում է նաեւ ֆոն դեր Լայենին։ Իսկ ֆոն դեր Լայենը ըստ էության Եվրամիության ամենակարևոր պաշտոնյանը, չնայած ինքը, այսպես ինչքան գիտեմ, հիերարխիայով ամենաառաջինը չի համարվում, ինքը ոնց որ գործադիր մարմնի ղեկավարն է։ Եթե վերցնենք օրինակ նույն պարլամենտական հանրապետության համակարգը, որ վերցնենք, ֆոն դեր Լայենը կարծես Հայաստանի վարչապետը, ասենք օրինակի համար Կոշտան ոնց որ Հայաստանի նախագահը, մոտարապես երբ որ նայում ենք, այնտեղ կարելի ասել այնտեղ Կոշտայի դերակատարումը գուցե մի քիչ ավելի շատ է իհարկե, այդպես կոպիտ համեմատությամբ, եթե վերցնենք ֆոն դեր Լայենը դա հիմնական ուրեմն գործի դնող ուժն է, այսպես ասած, գործադրի ղեկավարն է։ Եվ ֆոն դեր Լայենի այցը իհարկե շատ կարևոր է Հայաստան, ֆանտաստիկ կարևորություն ունի, բայց հասկանանք ինչի գնաց Բաքու, որովհետև Բաքվի հետ Եվրամիության օրակարգը շատ ավելի հստակ է հարգելի հետևորդներ, քան Հայաստանի հետ։ Եվ երկու բառով հասկանանք ինչ է Բաքվում ասել, Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ եւ պայծառ ապագային եւ ուզում է օգնել ձևավորել այս ապագան։ Էքսում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բաքու այցի շեմին։ Իսկ այնտեղ նաեւ ողջունել է ծափահարել է խաղաղության ջանքերին Ալիևն էլ այնտեղ տենց այդ ճնշման տակ ասել է իհարկե խաղաղություն է եւ այլն իրականում, բայց մենք տեսնում ենք, որ սա զուգահեռ կհասկանանք, որ Ռուսաստանի հետ արդեն միասին են խաղում եւ կհասկանանք ինչի, եւ Ալիևը նորից հույսեր է, ասել է մեծ ընտրություններից հետո նորից հույսեր է պահում, որ ինքը կարա ուժով լուծի հարցը։ Եվ երբ որ Փաշինյանը ասում էր, որ եթե սահմանադրական մեծամասնություն չստանա, կոպիտ ասած, պատերազմ կարող է լինել։ Դրա մեջ կա ճշմարտություն, բայց ոչ թե հենց դրա համար, այլ նրա համար, որ ուրեմն իրենց վարած իսկ բալանսիզմի համար միակ ամենամեծ վտանգը պատերազմի դա Փաշինյանի իշխանության վարած բալանսիզմն է եւ մենք հիմա կհասկանանք ինչու։ Դա ամենամեծ վտանգն է, եթե իրանք դա միջի հիմա չեն հասկացել կամ իրենց չհասկացողի տեղ ընդրե ուրեմն դա շատ վատ է, որովհետեւ նույն այդ բալանսիզմի օրակարգով Թուրքիան ստանում է մեծ լծակներ, իսկ ֆոն դեր Լայենը եւ Եվրամիությունը իրոք դա այդպես է, բալանսիզմի պարագայում Թուրքիայի դերակատարումը անհամաչափ մեծանալու է տարածաշրջանում։ Ուզենք թե չուզենք, եւ եթե մենք տեսնում ենք ոնց են սազանդարներին ստիպում, որ այդ պրոթուրքական օրակարգը առաջ տանեն, թե բա խաղաղությունը հարևանների հետ, այդ հարևանները ագրեսոր են եւ շարունակում են տակից ագրեսիվ երազանքներ փայփայել։ Եվ Եվրամիությունը եւ այստեղ Հայաստանին, եթե դուք տեսաք, անընդհատ մեզ կանգնացնում են մի ընտրության առաջ՝ Ռուսաստան թե Թուրքիա, Ռուսաստան թե Թուրքիա։ Իսկ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասում է ոչ Ռուսաստան, ոչ Թուրքիա։ Եվ մենք տեսնում ենք ոնց է իրանք դիստանցիա է վրա պահում Թուրքիային։ Տեսնում ենք ոնց են ամեն ինչ անում, որպեսզի Թուրքիան իր չափը ճանաչի։ Եվ հիմա ֆոն դեր Լայենը եւ ընդհանրապես Եվրամիությունը Հայաստանին ասում է ոչ Ռուսաստան, ոչ Թուրքիա, Եվրամիություն։ Եվ սա շատ կարևոր մեսիջ է, բայց այդպես բալանսիզմով դու չես հասնի։ Բալանսիզմն ու իմ ասածը հակասում են միմյանց։ Եւ ահա ֆոն դեր Լայենը Ալիևին հասկացրեց մի պարզ բան. եթե ուզում ես մեծ ներդրումներ փողեր, իսկ միջև այդ իսկ ֆոն դեր Լայենը արդեն եվրոպական բանկային գիգանտների հետ բանակցություն ավարում մեծ ներդրումների համար, այդ նույն այդ միջին միջանցքը
այդ էներգակիրները դիվերսիֆիկացնելու մեծ այսպես կենտրոնական Ասիան Եվրամիությանը միացնելու մենք դեռ չենք գնահատում այդ նախաձեռնության հետ կապ բազմաթիվ հարցեր կան, բայց կոնկրետ էներգակիրների մասին է խոսքը եւ բանակցումը մենքեր Մարաթ Հակոբյանն իր եթերում իրենք ասեց բանակցումը եվրոպական հսկա բանկերի հետ, որպիսի մեծ գումարներ կարողանա ստանալ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար եւ տարածաշրջանում մտնի մեծ թափով Եվրամիությունը մեծ գումարներով հիմա մենք կհասկանանք ինչ մեշիժները հաղում եւ որնա դրա պայմանը բայց այն որ հստակ Ալիևին հասկացվեց եւ Հայաստանը այսպես պահվեց Բաքվում ֆոն դեր Լայնի կողմից որ եթե Ալիևը ուզում է ինչ-որ մի բան ստանա եւ այդ հստակ օրակարգը պահպանվի Եվրամիության հետ, ապա դրա հիմնական նախապայմանը դա խաղաղությունն է եւ ֆոն դեր Լայնը այս մեսիջը կարողացավ հղիել Բաքվում։ Ուրեմն ֆոն դեր Լայնը ընդգծել է որ ժամանում է Եվրամիության Բաքվի միջև գործընկերությունն ավելի խորացնելու համար առևտրից միջև տրանսպորտ, էներգետիկայից միջև տնտեսություն։ Հիմա հասկանանք շարունակությունը, ուրեմն ինչա կատարվում։ Ուրեմն Հայաստանի հետ օրակարգը ըստ ուրեմն իրականում շատ ավելի ոչ հստակ է եւ հետաքրքրական է որ երևում է որոշ լրագրողներ այդուամենայնիվ լսում են Չիբուխչյան լայվը եւ ես իրոք ուրախանում եմ եւ շնորհակալ եմ որ լսելուց հետո շատ ակտուալ հարցեր են տալիս ֆոն դեր Փաշինյանին նույն ֆոն դեր Լայնի ներկայությամբ եւ հեսա մենք դրան կանդրադառնանք բայց ինչա կատարվում մի հատ սկզբից հասկանանք օրակարգը ոչ հստակ է որտեվ Եվրամիությունը չգիտի ինքը որ էս աջակցությունը տալիս է ուր է ուզում գնալ Հայաստանը ինքը որ էս փողերը հատկացնում է ինչ է ուզում առած լինի Հայաստանը եւ հիմա հասկանանք ինչ ծանր մեսիջներ է հաղել ֆոն դեր Լայնը ուրեմն Հայաստանում գտնվող Եվրամիության ամենաբահ հանձնաժողովի նախագահ եւ ինչա ըստեյության ակնարկել ուրեմն Հայաստանը շուտով կստանա լրացիչ 18 միլիոն եվրո, այդ գիտեք ընդհանուր 50 միլիոններ խոստվի 35-ը տվեցին, հիմա 18-50-ից մի քիչ ավել է ստացվում։ Ուրեմն կտրամադրվի Հայաստանին օգնելու ամրացնել առևտուրը։ Ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել օրինակ արտահանման, խթանման գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները խթանվեն։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին, ասել է ֆոն դեր Լայնը։ Հիմա երկրորդը մենք առաջարկ ենք ներկայացնում այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցներին, սա նշանակում է ATM-ները կազատականացվեն արտահանումների մոտ 80%-ը դեպի Եվրամիություն։ Սա նշանակում է ձեր առևտրի 80%-ը մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի, 80%-ը ապրանքների սակագների ենթակա չի լինի։ Ուրեմն հստակ մեսիջ, որ դեպքում Եվրոպան բաց կպահի դուռը։ Հիմա ուշադրություն դարձրեք խոսքերին ֆոն դեր Լայնի, երբ որ հանդիպեց նստած վարչապետի դեմ դիմաց խոսում են։ Եթե Ռուսաստանը փակի իր շուկան, ուշադրություն, եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների համար։ Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենակ այս արտահայտության մեջ ամեն ինչ ասում է ֆոն դեր Լայնը։ Այսինքն, եթե Ռուսաստանը բացում է շուկան ձեր համար, ուրեմն 450 միլիոնանոց սպառողների շուկան փակում է ձեր համար։ Չեք կարող արանքում մնալ, պետք է կողմնորոշվեք։ Եթե Ռուսաստանը փակում է շուկան, խոսքը իրականում դիվանագիտական լեզվով ասած եւ Եվրասիական տնտեսական միության մասին է, որտեղ Եվրամիությունը չի առարկի, որ ԵՄ-ից դուրս Հայաստանը առևտուրանի Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ-ից դուրս բարձրապետությունները առևտուրան, բայց խոսքը հստակ, այսինքն, եթե դիվանագիտական լեզվով բացենք, ասում է, դուրս կգաք Եվրասիական տնտեսական միությունից։ Մենք լիարժեք ամբողջությամբ այդ 400 միլիոնան շուկան կբացենք ձեր համար։ Դուրս չեք գա։ Հələ չխոսենք, որ Եվրամիությունն էլ ինքը Իրանով պայմանավորվածություններ ունի ազատ առևտրի Հնդկաստանի, Լատինական Ամերիկայի, Կանադայի եւ այսպես շարունակ։ Դա շատ ավելի մեծ շուկա է դառնում, հա։ Եվ հստակ է մեսիջը եթեով, ասում է ֆոն դեր Լայնը։ Ուզում եք 400 միլիոնան շուկան, ուրեմն պետք է դուրս գաք ԵԱՏՄ-ից։ Դա փաստ է։ Եվ այս 80%-ը ապրանքների որ բացում է, այս 80-ն էլ է մեսիջ, ոչ թե 100-80։ Եվ սա էլ ժամանակավոր բնույթ հակրելու միջև հասկանան Հայաստանը ուր է գնում։ Հիմա շարունակենք հասկանանք ինչ ասում ֆոն դեր Լայնը, էլի մեսիջ կա։ Ուրեմն բացի տնտեսական երաշխիքներից ֆոն դեր Լայնը նշեց, որ Եվրամիությունը նախատեսում է խոշոր ներդրումներ անել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերում։ 200 միլիոն եվրո ենք տրամադրել, որը լծակների կիրառմամբ կարող է հասցվել ուշադրություն մինչև 2 միլիարդ եվրոյի։
դեռ այն 3 միլիարդ դոլարի օգնությունը որ տվել էին Հայաստանի բարեփոխումների դանդաղեցման պատճառով մինչև հիմա չի տրամադրվել Հայաստանին, իսկ դրա ժամկետը լրանում է հաջորդ տարի։ Այսինքն ես ձեզ ասեմ, իրականում եթե չեմ սխալվում, մինչև 27 թիվը պետք է այդ Հայաստանը ներկայացներ ծրագրեր, իսկ ավելի ճիշտ Մհեր Գրիգորյանը, որ զբաղվում էր դրանում, բայց մինչև հիմա եթե չեմ սխալվում, մոտ 500 այդ գումարի երևի 1/4-ն է մոտավորապես ներկայացվի, ինչ որ 1/4-ի ծրագրեր կարծեմ Սյունիքում ինչ որ բան անում են, բայց 1/4 Ժորժ ջան։ Պատկերացրեք 5 տարվա մեջ 1/4-ն է արվել, այսինքն մենք կարող ենք ստանալ 3 միլիարդ դոլար, իսկ դա Հայաստանի համար ահռելի գումար է, եւ Մհեր Գրիգորյանը ընդամենը այսպես որպեսի ինչա Եվրամիությանը թույլ չտան Հայաստանում շատ մեծ այսպես ասում եմ մտնել, մեծ թափով մտնել, դες մի 500 միլիոնն է յուրացրել, որտեղ ծրագրեր չեն ներկայացրել։ Իհարկե Փաշինյանը այսօր արդարացավ կոവിഡ് պատերազմ, բայց մենք սա կհասկանանք։ Ուրեմն սրանք կարևոր են այս տարածաշրջանում փոխկապակցվածության համար ընդգծրեց որտեղ լայն։ Այսինքն ուրեմն շատ բարձր է, ես չգիտեմ, իրանք կընդհատեն այդ ծրագիրը 27 թվականին, թե նորից կերկարացնեն այդ ես չգիտեմ, դա կախված է Հայաստանից ենթադրում եմ, բայց այն որ ասեց 200 միլիոնից կսարքենք 2 միլիարդ, եթե խելոք պահեկցես, եթե մենք զգանք որ դուք մեր հետ եք, կոպիտ ասած, եթե որովհետև տեսեք այս նույն այս թրիփի հետ կապված ենթակառուցվածքների, ես ձեզ զգուշացրել եմ, որ Ամերիկան չի պատրաստվում այդքան գումար ներդնել եւ Միացյալ Նահանգները միանվագ այդքան գումարել չի կարող վերցնել կասկածելի նախաձեռնությունների համար ուղղակի բանկերը չեն տա։ Ես ես վստահեցնում, իսկ այն որ միջին միջանցքը եւ թրիփը մեծ հաշվով բանալի է ոչ թե տնտեսական օգուտների համար, հենց սրա մասին է խոսքը, որ Թրամփին պետք է որպեսի Եվրամիությունը ներդրում նրանի, որովհետեւ այն բիզնես պրոյեկտները որպես այդպիսի, որ թրիփի եւ միջին միջանցքի ներկայացվեն ամերիկյան բանկերին, նրանք շատ խիստ գնահատում են դրա օգուտների հավանականությունը եւ շատ խիստ կասկածելի արդյոք նրանք ընդհանրապես գումար կտան այդ պրոյեկտների տակ եւ այստեղ օգնությանը հասնում Եվրամիությունը։ Այս հասկացանք, որ ահռելի գումարներ պետք է ներդրվի, նույն էլ չեմ ասում թրիփի մասին չենք խոսում, որ ինչ ենթակառուցվածքներ պետք է սարքվի եւ այդ ամբողջը ահռելի գումարները, որը Հայաստանը չունի։ Հիմա ասուլիսին անդրադառնանք, ասուլիսի ժամանակ ինչ կատարվեց։ Ուրեմն լրագրողներից մեկը շատ կարևոր հարց տվեց, ասես կարող եմ մի օրում Սերժի պես գնասելի մցնեն Ռուսաստանի տակ եւ դեռպես ինչի է զանգել Միշուստինին, ում նախաձեռնությունն է եղել որ զանգել է Միշուստինին։ Ասած իմ նախաձեռնությամբ եմ զանգել։ Ուրեմն ես եմ եղել էներգակիների դիվերսիֆիկացիայի համար էլ ֆոն դեր Լայենը ասաց հետեւյալը։ Ուրեմն մենք հեսա կանդրադառնանք նաև ժողովրդավարության հետ կապված պատասխանին էներգակիների դիվերսիֆիկացիայի մասին խոսք գնաց, հարց տվեց ֆոն դեր Լայենին, որ Հայաստանը գազից կախվածը արդյոք դուք պատրաստ եք մեզ օգնել, որպեսզի մենք այդ կախվածությունից ազատվենք։ Եվ ինչ ասում ֆոն դեր Լայենը, ասում է այո, մենք մասնագետներ ենք ուղարկում հաջորդ շաբաթ Հայաստան, մենք հարուստ փորձ ունենք այդ հարցը լուծելու Մոլդովայում, Ուկրաինայում։ Այո եւ հարուստ փորձ ունեն եւ ավելին ասեմ թե ինչ եղավ այն բանակցությունները Թուրքմենստանի հետ եւ ինչի ջրվեց գնաց եւ ում շնորհիվ ջրվեց գնաց ճակերտներով դա արդեն լմեց հարց է որ պետքա պարզվի։ Ես լավ գիտեմ ում շնորհիվ է ջրվել գնացել, ես ձեզ ներկայացրել եմ ինսայթ թե ինչպես են թուրքմեններին անվայելուչ ցածր գին առաջարկել ուղակի եւ դա իրոք ջրվել է իմ խորին համոզմամբ ուղակի ջրվել է որպեսզի ռուսները չջղայնանան, բայց դա էլ իրանց չօգնեց։ Հիմա արդյոք ԵՄ-ի հետ մերձեցումը չի խանգարում բալանսիզմին, ասեց բալանսիզմի վառ ներկայացուցիչներից մեկը կամ դե երեք գուցե ռուսական մատորով լրագրողներից էր, չգիտեմ, դեռ շատ մտահոգված էր ԵՄ Հայաստան մերձեցման հետ։ Փաշինյանը սկսեց ցրել ժողովրդավարությունից, թե բա գիտեք ժամանակ չենք ունեցել պատերազմ, կոവിഡ്, այդ 5 տարի առաջ ավարտվել էլի, մի հատ ուղակի հիշենք էլի։ Ուրեմն միջև համապատասխանենք ստանդարտներին, երբ համապատասխանենք կանդամակցենք, եթե ընդունենք, ընտիր չընդունենք, էլի այդ լոլոն սկսեց կարդալ, ընդ ԵԱՏՄ-ի այդ խորացման մասին էլ ակնարկեց Միշուստինի հետ, ընդեղ եկել են իրան օգնեն փրկեն Ռուսաստանից, ինքը ընդ ԵԱՏՄ-ից է խոսում, ինչ որ համագործակցության Միշուստինի հետ հարցեր կարգավորելու եւ այլն, ասում է ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, ասում է ինչպես տատաս էր ասում, ասում է չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Մի խոսքով, այսպիսի խայտարակություն, երբ որ Եվրամիության ուրեմն կարևորագույն պաշտոնյան փողերի համար պատասխանատու, որը գալիս է, որ քեզ փրկի Ռուսաստանից, դու մի օր առաջ զանգում ես Միշուստինին, ընկնում ես ոտերը եւ հեսա մենք կհասկանանք նաեւ ինչի հետ է դա կապված, բայց վերջում անդրադառնանք վիզաների ազատականացման մասին ֆոն դեր Լայենի վերջին, այսպես ասում թեթև ապտակին ինչ ասեց։
Ուրեմն վիզաների ազատականացման մասին ֆոն դեր Լեյեն ասաց ձեզանից է կախված։ Կանեք բարեփոխումները կստանաք։ Գնահատման առաքելություն է գալու, կգնահատի այդ բոլորը, ինչ որ դուք պետքա հերթով անեք։ Ես սա էր ինչ որ ձեզ զգուշացնում էի, որ սիրուն աչքերի համար չի լինելու դա։ Եվ մինչև հիմա դուք գիտեք ոնց է Եվրամիությունը չնայած այս մերձեցմանը դեսպանատները դեռ խիստ պավ։ Ես ուրեմն գիտեմ ծանոթներ, որոնք փորձում են Եվրամիության երկրներ մտնել, անգամ երկրների մեջ տարբերություն կա։ Ինչ որ տրուկերի են ստիպված դիմում, որ կարողանան գան հասնեն Եվրամիության ինչ որ մի երկիր։ Մի երկիր ավելի հեշտ է մտնել, քան մյուս երկիրը։ Դուք հասկանում եք ինչ բարդ խնդիրների առաջ են կանգնում, ասենք կատաստրոֆա է, որ մարդը ուզում է գնա հանգստանալու կամ ինչ որ Եվրոպա միտեղ գործով գնա, ստիպված է լինում ինչ որ մի հատ շարաններ, տրուկեր, երկրներից երկրներ եւ այսպես շարունակ ենել միջև էլ վիզաներ ստանում են օկիները դուսակարի։ Հիմա եւ ֆոն դեր Լեյենը հստակ ասեց, որ դա միայն եւ միայն կախված է ձեզանից։ Եվ ես ասել եմ, դրա պայման, եթե դու մնացիր ԵԱՏՄ-ում, ես շատ լուրջ եւ խիստ կասկածներ ունեմ, որ ԵԱՏՄ մնալու պայմաններում ընդհանրապես հայ ժողովրդի առջև կբացեն այդ դռները, որտեվ մնալ ԵԱՏՄ-ում նշանակում է լճանալ, ճահիճի մեջ մնալ, նշանակում է ցածր կենսամակարդակ ունենալ, նշանակում է չիրականացնել են հնարավորությունները, որ Եվրամիությունը ինքը վերահսկում է, որ գումարներ դնում տնտեսությունը զարգացնում է, որ այդ մարդիկ չեն փախնի երկրից, հա, եւ այլն։ Դրա համար վստահ եմ, որ մինչև Հայաստանը չդառնա խորը եւ համապարփակ առևտրի կազմ, չենք ասում Եվրամիության անդամ, խորը եւ համապարփակ առևտրի կազմակերպության գոտու անդամ, որովհետեւ մինչև այդ փորձը ցույց է տվել, որ բոլոր այն երկրները, ովքեր ստացել են վիզաների ազատականացում, առնվազն խորը եւ համապարփակ առևտրի գոտու անդամն են։ Այսինքն ԵԱՏՄ-ից պետքա դուրս գալ եւ մտնել եվրոպական մաքսային գոտի։ Փաշինյանն էլ տեսավ ֆոն դեր Լեյենի շատ հստակ պատասխանը գերմանական ոճով, որ կանեք կստանաք, մեր ակնկալիքները կբավարարեք, մենք կնայենք։ Ուրեմն Մեհեր Գրիգորյանը, որ չլինի ուրիշ մեկը նորմալ զբաղվի, ոչ թե տապալի process-ները, իմ խորին համոզմամբ, ուրեմն միգուցե դուք շանս ունենաք, հա։ Փաշինյանը թե բա դուք տեսեք Փաշինյանի պատասխանը ինչ է ասում, թե բա ես նախընտրականի ժամանակ խոստացել եմ 2 տարում ազատականացնել վիզաները։ Դե 26-ի կեսը անցավ, դե գոնե 29-ին, որտեվ ոչ մի ձև 29-ը չի ստացվում 2 տարում, 3 տարի է լինում, դե ուզում ասի գոնե 2 չէ, 3 տարում։ Այստեղ ուզում էի ասել պարոն Փաշինյան, մի հատ էլ Մեհեր Գրիգորյանի արևով որ երթվես, ընդհանրապես ընտիր կլինի, էլի։ Եվ այլն։ Հիմա ինչ է կատարվում Ռուսաստանից մեսիջների պարագայում եւ ինչի է Փաշինյանը զանգել Միշուստին, այս ամենակարևորն է, ինչ է կատարվում։ Հիմա ուրեմն սա բոլորս հասկացանք, որ ոչ մեկին հետաքրքիր չի, դու ինչ ես խոսք տվել քո էլեկտորատին, ինչ ես խոսք տվել քո էլեկտորատին։ Խաղը թեժանում է, խաղը հստակ է, մինչև քեզանից դու կանխատեսելի չդառնաս, դրա համար էլ ֆոն դեր Լեյենը առաջինը գնում է Ադրբեջան, չնայած գիտի, որ այնտեղ դիկտատոր է, բայց գիտի իրանց հարաբերությունները հստակ է։ Գիտի, որ Ադրբեջանը չի հավակնում Եվրամիությանը, բայց գիտի ինչ բիզնես ունեն իրար հետ։ Ընդ որում նաև գնում է Ադրբեջան, որտեղ հասկանում է, որ այս պայի դրությամբ, քանի դու մեջտեղում ես, Ադրբեջանից ավելի շատ է կախված խաղաղությունը, քան քեզանից, որտեղ դու բալանսիզմի մեջ ես, որտեղ դու հստակ կողմ չես ընտրել, որտեղ դու հույս ես տվել քո բալանսիզմով ռուսներին եւ ադրբեջանցիներին, որ իրանք կրկին մեղրին կարան վերցնեն իրենց վերահսկողության տակ։ Եվ սա ամենադաժան պահն է, որ քանի դեռ դու բալանսիզմի մեջ ես, Դամոկլեան սուրը կախված ալնելու քո գլխին։ Եվ սա արվում է միայն մեգա դախլչիների 30 տարի հարստացածների շահերը պաշտպանելու համար։ Որտեղ եթե երկիրը բացվեց արևմտյան բիզնեսի համար, սրանք ոչ մեկ մրցակցությանը չեն դիմանալու։ Շատ արագ կզելու են, ծախեն իրենց բիզնեսները, թռնեն կամ, չգիտեմ, ուրիշ բաներ լինի, որտեղ իրանք հասկանում են, որ իրանք չունեն, ուղղակի չունեն այդ պոտենցիալը արևմտյան, բայց դրանից շահում է ժողովուրդը, տուժում են իրանք։ Հիմա, քանի դեռ այս քաղաքականությունն է վարում Փաշինյանը, որ պահում է Հայաստանը ջեբկցածների շահերը եւ բալանսիզմը առաջ տանում, վտանգում է ամբողջ Հայաստանը, վտանգում է ծերից ծեր։ Եվ բալանսիզմը դա թյուրիմացություն է, ուղղակի թյուրիմացություն է այսօր։ Բացատրել ենք, որ դա այսօր հնարավոր չի։ Հələ մի բան է, բարձր տեխնոլոգիաները մարդը ուզում Եվրոպայից, մնալով ԵԱՏՄ-ում, դուք հիմա լուրջ եք ասում, դուք ում եք ձեռ առնում, մեզ թե ձեզ։ Հիմա մեսիջ Ռուսաստանից։ Ուրեմն, տեսեք, դուք լսեցիք, որ հիմա արագ-արագ հայտարարում են վերջին 2 օրվա ընթացքում, բա թե մինչև հունվար գազը չի թանկանա։ Այո, մինչև հունվար, որտեղ ես այդ պայմանագիրը ձեզ ներկայացրել եմ, ինչպես գիտեք եթերում, որ այո, մինչև հունվար չի թանկանա, որտեղ պայմանագրով այդպես է, բայց ահա ինչքան կդառնա հունվարից։ Եվ ահա Ռուսաստանից մեսիջ է գալիս, որ թե բա պատրաստեք լրացուցիչ $1 միլիարդ,
պատրաստեք լրացուցիչ $1 միլիարդ, որովհետև դուք հիշում եք, ես նախորդ թողարկման ներկայացրեցի Գալուժինը ասեց, որ նա պայմանը, որ մեզ չի քորում, չի հետաքրքրում, մեզ ամեն գնով պետք է մտցնենք թրիփի մեջ։ Մենք պետք է ղեկավարենք թրիփը, Ամերիկան պետք է ունենա երկրորդական դեր, այսինքն Ամերիկան պետք է գործի մեր կոնտրոլի տակ։ Եվ դա ասում էին Սամվել Կարապետյանները եւ այսպես շարունակ եւ մի խոսքով արդեն գիտեք։ Սա է Ռուսաստան, ռուսները հստակ պահանջը ներկայացրեցին։ Եվ ահա գնաց հաջորդ սպառնալիքը գազի գինը։ Եվ սա Ադրբեջանի հետ համակարգված խաղ է։ Եվ իրանք հիմա սիրում են իրար նորից կրկին եւ կտեսնեք սա գնալու է, որովհետեւ իրանք հասկանում են, որ այս ամեն ինչի արդյունքում եթե Հայաստանին ստիպեն մի հատ շատ Փաշինյանը այսօր ասես բացառված է սեպտեմբերի 3-ը, ես շատ հուսով եմ որ բացառված է, բայց վստահ չեմ։ Ես վստահ չեմ որ սեպտեմբերի 3-ը որ արեց Սերժ Սարգսյանը, որ մի օրում Հայաստանը պարկացրեց Ռուսաստանի տակ, հիմա բացառված է։ Իրանց բալանսիզմի պարագայում ոչ մի բան բացառված չի։ Հիմա հասկանանք ինչա կատարվում։ Ուրեմն ռուսները ասեցին պատրաստեք լրացուցիչ $1 միլիարդ։ Եվրամիությունը ասում է Ժորժ ջան, մենք միայն այն պարագայում, երբ որ ռուսները փակեն, մենք կբացենք 200 միլիոնը կարա դառնա 2 միլիարդ։ Ու այսպես շարունակ։ Այսինքն Եվրամիությունը մեզ հստակ մեսիջ է տալի։ Փակեք այնտեղ դուռը, բացենք։ Այդ 1 միլիարդը Ժորժ ջան, Եվրամիության համար խնդրեմ չի։ Եթե իրանք հստակ կողմնորոշվեն, ամեն տարի այդ 1 միլիարդն է կտան, որ գազի գինն էլ փոխհատուցեն, վստահաբար կտան, եթե իրանք ճիշտ քաղաքականություն վարեն։ Բայց դրա համար պետք է երկրի դռները բացեն արևմուտքի առաջ։ Դրա համար արևմուտքը պետք է հասկանա, որ դու կողմնորոշվել ես։ Ինչի համար ինքը այդ ահռելի գումարները ներդրելու եւ թրիփի մեջ, եւ իրանց ասած խաղաղության խաշմերուկի մեջ, որը շատ կասկածելի նախաձեռնություն է եւ Եվրոպան միայն խոսում է էներգակիրների կոնտեքստում։ Ոչ թե Չինաստանից տանեմ, բերեմ, աշխատեմ, ընդ մեր լավ ախպերը հյուրանոց կառուցի, ընդ դելիքը մարդակ կանգնելու 2 կոպեկա ռեստորան, կաֆե, ճամփին եւ այլն։ Չէ, տղեկ, ես կներեք, ես մուտիտները ձեր չի անցնելու հիմա։ Չի անցնելու, չի աշխատելու դա։ Հիմա Վարչապետ Փաշինյանը հեռախոսադրություն ունեցել Միշուստինի հետ Ռուսաստանի վարչապետի։ Նկատեք աներեսության աստիճանը, ռուսները չեն շնորհավորել, թքում են ընտեղից մեր վրա։ Ինքը խնդրում է, որպեսզի գոնե Միշուստինը իր հետ խոսա։ Փոխանակ Եվրամիության հետ աշխատի, այդ ասի, եկեք արդեն բացել եք ապրանքների 80%-ը։ Քանի օր ես հատուկ ներկայացնում, ես գիտեի որ սենց անելու։ Հատուկ ներկայացնում էի, ոնց են իսկ իրանք իսկ խոստովանում։ Պապոյանը որ ասեց որ դե եթե այս առիթը չլներ չէինք էլ դիվերսիֆիկացնի կմնայինք ճահիճում, այդ ես եմ ավելացնում։ Կմնայինք ճահիճում, որովհետև այսինքն եթե առիթը չլներ, ուրեմն չէինք էլ կարողանալու դիվերսիֆիկացնել։ Շնորհակալ եմ այդ խոստովանության համար։ Ես դա ասում էի շուտվանից, որ բացառված է դուք ԵԱՏՄ-ում կարողանաք այդ ճահիճում դիվերսիֆիկացնել։ Ասում են որ գյուղատնտեսության ծավալը մեր տնտեսության մեջ շատ փոքր է, ինչը այս տարիներ շարունակ ասում եմ, որ դա այդ ծավալը չի ու այդ խնդրեմը չի Հայաստանի համար։ Հայաստանը շատ ավելի լուրջ բաների վրա կարա ու շատ ավելի մեծ փողեր աշխատի, եթե գնա դեպի Եվրամիություն, մարդկանց կյանքն է կարա շատ ու շատ լավանա։ Ուրեմն եւ որակ ընդհանրապես փոխվի։ Հիմա 1 միլիարդ գազի ճնշումը ստիպել է որպեսի զանգի, բայց ամենամեծ խնդրեմը որն է, ռուսները լավ հասկանում են, որ այստեղ իշխանության խաղագնում ներքին էլիտայի իշխանության մնալու, կրկնում եմ, ներքին էլիտան ունի համաձայնություն։ Մեգա դախլչիներով, ներկա իշխանություններով իրենք ունեն միասնական համաձայնություն։ Իրանք որոշել են, որ իրանք պետք է Եվրոպա չգնան, եւ իրանք դրա մասին խոստովանում են, որ մենք պրոարևմտյան չենք, մենք բալանսիստ ենք, մենք ռեգիոնալիստ ենք։ Դա իր մեջ պարունակում է սարսափելի վտանգ։ Քանի ներքին էլիտան ուշքի չի եկել, չի հասկանում որ նրանք երկիրն են վարի տալիս, այդ ջեբերը գցած բաժանածները չեն հասկանում որ նրանք կարելի է փախնեն միտեղ բադն-բադններում ապրեն հանգիստ թողեն այդ երկիրը, որ չեն կարել քամեն Հայաստանը, չի աշխատելու դա վատ տեղ է տանելու։ Մենք կործանման եզրին ենք կանգնած մնալու։ Եվ սա ես հիմիկվանից զգուշացնում եմ որ հասկանաք, որովհետև հիշեք, ես ինչ եմ զգուշացրել, դեռ գալու է ադրբեջանցիների նոր պահանջները, հատկապես անկլավների պարագայում մարդկանց վերադարձի եւ այս լրջագույն վտանգների առջեւ մենք դեռ կանգնելու ենք։ Միակ պայմանը, որ Ալիևն ու Թուրքիան հրաժարվեն մեր հետ այդպես խոսելու, երբ որ դու դառնաս Եվրոպայի մաս, երբ որ դու դառնաս Ամերիկայի ռեալ ստրատեգիական գործընկերը, երբ որ սկսես ամերիկյան եվրոպական փողեր բերել եւ ամերիկյան եվրոպական շահեր բերել կոնկրետ ատոմակայաններ եւ մնացածը երկրում ընտնես։ Միայն այդ ժամանակ նրանք քո հետ ուրիշ ձև կխոսեն։ Հակառակ դեպքում, քանի դեռ զանգելու ես Միշուստինին ասես գազը մի թանկացրու խնդրում եմ, մնանք ԵԱՏՄ-ում, որտեվ դե գիտես մեր տղեկը տենց մերոնք դե օբշի կոնսենսուս ունեն, որ մենք չենք ուզում գնանք Եվրոպա, որտեվ դե մեր իշխանությունն է բանն արդեն սաղ բաժանած, Ծաղկաձորը մեկի ջեբնա կոպիտ եմ ասում, ասենք Աբովյանը մեկի ջեբնա, դե գիտես դե տղեկը ապրում են էլի, հիմա մենք չենք ուզում փոխենք այս կարգը։
քանի դեռ դու այդպես եք մտածում, որ հանուն մեգա դախլչիների, ջրի շախմատիստների, չգիտեմ, սիստեմաների փայատերի, չգիտեմ, մնացածի երկիրը պահելու եք այս ստրկության մեջ, դա շատ վատ տեղ է տանելու։ Եվ ֆոն դեր Լայնը պարզ ասեց. եթե կփակեք այնտեղ, ստեղ կբացենք։ Եթեով եւ ամեն մի բառը նման դիվանագետների վերանից պատակը չի հնչում։ Սա ամենակարևոր հանգամանքը։ Հիմա նույն բովանդակ հաղորդագրություն են տարածել ջրելու համար քննարկվել են ռուս-հայաստանյան փոխգործակցության առևտրատեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում։ Ուրեմն ժողովուրդ ջան, տեսեք, ինքը իրան չեն շնորհավորում, Ֆոն դեր Լայնը ասում ախպեր, հաջորդ շաբաթ մասնագետներ կուղարկենք, տարբերակները ասել ենք, Թուրքմենստանը կա, Իրանի վրով էլ Ամերիկան էլ աչքը կփակի, որ սվոպ տարբերակով անեք, կա տարբերակ։ Հանգիստ կարակ գազը դիվերսիֆիկացնեք ու հեքիաթ մի պատմեք։ Նորից եմ կրկնում, չի կարակ հանգիստ բռնեք ու ոչնչացնեք այդ գազային համաձայնագիրը, որ ես ձեզ ներկայացրել եմ 2-3 շաբաթ առաջ, թե ինչ ստորացուցիչ գազային պայմանագիրը կնքել, կարակ մտցնեք աուդիտ անեք, հայ-ռուս գազարտում ոնց որ արեցիք էլ-ցանցերում եւ այնտեղ ավելի մեծ կոռուպցիա կպարզեք եւ այդ կոռուպցիան պարզելուց հետո կարակ այդ պայմանագիրն էլ չեղարկեք եւ դա անխուսափելի է ուրիշ տարբերակ դուք չունեք հարգելի իշխանություններ չունեք չկա կապիկություն մի արեք այդ կապիկությունը ոչ մեկին հետաքրքիր չի այս գազային պայմանագրի պարագայում երբ որ Ռուսաստանը ուղղակի առել է ամեն ինչ Հայաստանում ուղղակի ծախել են չեք կարա ուրիշ ձև պետքա հստակ մտնեք հստակ վերցրեք ռուսների ձեռքից եւ հստակ սկսեք որտեվ խողովակից մինչեւ չգիտեմ վերջի ամենի աթոռը տվել եք ռուսներին գազի եւ էներգակիրների հետ կապված այտենց չի լինում է հիմա ամենավատը այս ամեն պատմության մեջ որ ասում գալիս է իրականությունը որ իրականությունը թարսապտակումը էտա ուրեմն քանի որ թրիփի մասին ակնարկեցին ռուսները պատասխանեց մնացական Սաֆարյանը Փոխարտգործ նախարարը դուք գիտեք որ Թրամփը պահանջադրել անգամ երկաթգիծը պիտի վերցնեն, որը տեսեք հիմա խոսակցությունները դադարել է։ Ռուսները նենց են սխմել, որ իրանք վախում են երկաթգծից խոսալ ուշադրություն դարձրեք։ Նենց են Փաշինյանին կողել անկյունը, որտեվ իրանք ելի եմ ասում, հանուն ոչ թե պետության, ոչ թե դա փախում են ռուսներին։ Կյանքը ցույց տվեց շատ արագ կարողանում են դիվերսիֆիկացնել։ Ես 2 տարի էի ասում, 2 տարին շատ եմ ասել, հավատացեք։ 2 տարի դու կարող արտանաք ու տեսնեք, որ Ռուսաստանի բացակայությունը մեր կյանքից ընդհանրապես միայն օգուտ է բերել ձեզ։ Որ լրիվ ուրիշ որակով եք ապրում, որ լրիվ ուրիշ ներդրումներ են գալ, լրիվ ուրիշ աշխատատեղեր են բացվում, շատ են բացվում, որ աշխատավարձների միջինը բարձրանում է։ 2 տարի հետո այդպիսի բան կարող ենք տեսնել, ես վստահ եմ, որ կտեսնենք, եթե ճիշտ քաղաքականություն վարվի։ Եվ հիմա ինչ է, բայց նորից եմ ասում, ինչ որ անում է այս իշխանությունը, անում է ջրի շախմատի տրամաբանության մեջ։ Հստակ հիշեք անում է հստակ մարդկանց հստակ շահերը պահելու համար, հստակ փողերը, ուրիշ ոչ մի բան չկա այդտեղ։ Չկա ոչ մի բան ուրիշ այդտեղ։ Հիմա մնացական Սաֆարյանը ասում է, այս պահին թրիփն իրականացվում է ՀՀ ԱՄՆ ձևաչափով, կնքվել է համաձայնագիր եւ դա իրականացման փուլում է։ Ուրեմն պատասխանելով ազատության հարցին, թե Մոսկվայից թրիփի արդյունավետությունն առանց ռուսական կողմի կասկածի տակ է դրվում, պաշտոնական Երևանի համար որևէ ձևաչափով տրիպում Մոսկվայի ներգրավվածությունն ընդունելի է կամ կարող է քննարկվել հետագայում, փոխարտգործ նախարարը ընդգծեց, չէ ուզի այս պահին ապագայի մասին ինչ որ բան ասել, բայց Ալեն Սիմոնյանը հստակ ասել է եւ ոչ միայն Ալեն Սիմոնյանը, Փաշինյանն էլ եթե չեմ սխալվում, էլ ուրիշ ԿՊ-ականներ, որ եթե մենք ուզում ենք տրիպը վարի տանք, ուրեմն պետքա ռուսներին ու չինացիներին բերենք մտցնենք, հստակ ասել են։ Հիմա ինչ ասում մնաց, այս պահին Ինչը այս պահին քեզնից արդեն պահանջում են երկաթգիծը վերցնեն, ինչի մասին ես դու խոսում մնացական, ինչ այս պահին, ինչ այն պահին, չի կարող այդպիսի բան լինել ընդհանրապես։ Էս ինչ տակից բաներ եք թողնում արդեն։ Մնացական Սաֆարյանը նշեց, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է։ Հիմա ուշադրություն, ստեղ գալիս է շեփորները եւ տարանցման կանոնները ԵԱՏՄ-ի կարգավորումներով են։ Ազատության հարցին թե այդ թվում թրիփը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով փոխարտգործ նախարարը դրական արձագանք տվեց։ Արդյոք այստեղ համատեղ աշխատանքի շրջանակում համագործակցություն լինելու է ամերիկյան ու ռուսական կողմի հետ։ ԵԱՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսնում, շեշտում է փոխարտգործ նախարարը։ Երիտասարդ, դու հարց չես տեսնում, բայց այնքան հարց են տեսնելու ձեր վրա այս թեմայով։ Այնքան հարց են քո վրա տեսնելու այս թեմայով, որ դու անգամ չես պատկերացնում։ Տրիփը ԵԱՏՄ-ի կանոններով, բայց ի՞նչ խաչմերուկից եք խոսում։ Դուք հասկանում եք ամբողջ այդ եկամուտը տրիփից գնալու է Ռուսաստան, որովհետև տենց է ԵԱՏՄ տնտեսությունը։
Դուք ինչ եք կարծում, Եվրամիությունը բերի փող դնի, ես դες պարզ ապացուցում եմ, միլիարդավոր դոլարներ բերի դնի, Ամերիկան բերի փող դնի, տեխնոլոգիաներ բերեն տան, դուք այդ trip-ով ապրանք անցկացնեք ու տակ ֆաշիստական Ռուսաստանին, դուք հիմա լուրջ եք ասում բունկերային առնետի ու իր անգերների ջեբը լցնեք, որ տանեն Ուկրաինայում մարդ կոտորեն, դուք հիմա լուրջ եք խոսում, դուք հիմա լուրջ կարծում եք, որ trip-ը պետք է ԵԱՏՄ կարգավորումներով լինի, այ հարգելի ուրեմն դիվանագետներ, դուք հասկանում եք ինչ աբսուրդի մեջ են սրանք, դուք հասկանում եք ինչ աբսուրդի մեջ են սրանք եւ ուր են տանում ձեզ եւ ինչ խաղեր են ուզում տված լինել եւ սենց ամոթ, սենց անամոթություն, սենց հայտարարական ինքնասիրություն, որ ֆոնդեր Լայենը ասում է կուղարկենք մասնագետներ, դիվերսիֆիկացիային եք օգնենք, մենք այդ փորձը ունենք, հանգիստ կանենք, բայց դու մի օր առաջ զանգում ես Միշուստինին ֆոնդեր Լայենի IT-ից առաջ, երբ որ քեզ չեն շնորհավորել, էսա քո իրական Հայաստանը, էսա իրական Հայաստանը Էսա ինքնասիրությունը, էսա անկախ պետությունն է, սուվերենություն եք ամրապնդել ուր չեք ասում։ Եթե դու զանգում ես խնդրողի դերում, ուրեմն քո դեմը դնելու են, ինչ ես պատրաստ դրա համար անես։ Հետաքրքիր է ինչ ես պատրաստ իջել Ռուսաստանին, որ զանգել ես Միշուստինին, չէ՞ որ դու ինչ որ առաջարկով ես զանգել, մի հատ էլ բացի ինչ ես խոսք տվել Միշուստինին։ Ժողովրդավարության մասով Ժորժ ջան, ավարտելով այս թեման, իսկ աշխատում շատ երկար չանենք, ամառա որ ձեզ էլ հանգիստ ունեմ, մենակ խնդրեմ մի պահ լայքերը դրեք ուղակի, մենք վերջում մի հատ էլ Արայք Իրանի թեմային կանդրադառնանք ու կավարտենք, մենակ խնդրում լայքերը դրեք, ես լսեցի ձեզ, որ դուք հատկապես ամառա հիմա ուզում եք մի փոքր կարճանենք, մի տարածմանը խնդրում եմ նպաստեք, կոմենտները, լայքերը չմոռանանք, մի վարքյան ու շարունակենք։ Ուրեմն Ժողովրդավարության նախ ասեմ ձեզ, մի հատ ուշադրություն դարձրեք ինչ հայտարարություն է կատարել, մի հատ նայեք ում են դրել փոխնախագահները Աժալը Ռուբինյանին ասենք, հա, օքեյ, ինչ որ մի ձև կհասկանամ, որ դրել ազոր Վահագն Ալեքսանյան ռոպագանդիստը, որը հստակ, գիտեք իրանք ովքեր են, որ իրանք գործավորներ, որ ընդդիմությունը հանկարծ մի բան ասի, իրանք թռնում էին ամբիոնի մեջ ու սկսում էին այդպես դուք հասկանում եք Դուք պատկացեք, ես ասենք կամ Հայկ Կոնջորյանը, գիտեք ինչ իմ մոտ ինչ տպավորություն է ստեղծում, ունեք Հայկ Կոնջորյանին, որ նայում եմ, դպրոցում անգիրարած գերազանցիկներ կային, այն որ միշտ անգիրարած պատասխանը ունեին։ Ու այս մարդկանց սարքում են լրջագույն քաղաքական պաշտոնների, որոնք գնում են դրսերը խորհրդարանական դիվանագիտությունը, շատ կարևոր դիվանագիտությունը Հայաստան են ներկ։ Վահագն Ալեքսանյանը, բացի դուք փլնել եք, դուք նա ինչ է արել։ Նա պատրաստ մի քանի պատասխան ջեբը դրեց, մեկ էլ ասում են Civic TV, իրանց այդ լսել ենք այդպեսի բաներ կա, որ Civic-ն է ինքը տենց բանանում ուղղորդում կարգ եւ ընդհանրապես այդ ԿՊ-ական պրո-ԿՊ-ական լրատվամիջոցներն է կուրացիա անում։ Գուցե սխալ են ասել, չգիտեմ, բայց մամուլում եմ աչքով սնգե։ Գլխավոր պրոպագանդիստն է իրեն, նա ինչ ազգային ժողովի փոխնախագահ։ Ես չեմ ուզում ուրիշ ալեգորիաներ բերեմ, բայց այն որ միշտ իրան պատրաստ պահում էին։ Հենց պետք է մի բան ասվեր, պատասխանվեր այդ շոուն սարքել սև ու սպիտակի, այդ նախկին ներկայի, դու ես թալանե, չէ դու ես թալանե, դու եք հանձնե, չէ դու ես։ Այն որ հենց բաներն եմ ասում էին գնա Վահագն Ալեքսանյան։ Ու փոկվում էր մի հատ, ասես գնա, դες ասում էր, դες ծափահարում էին, դες լրատվամիջոցները տարածում էին, հասկանում եք։ Դուք կամ Երբ որ այս մարդկանց լսում եւ իրանք ազգային ժողովի փոխնախագահներ, անձամբ ես կներեք դեմ ես ամաչում եմ, որ իրանք Հայաստանն են ներկայացնելու, ինչ որ միտեղ դրսում ինչ որ բան բանակցելու։ Դուք ուրիշ կալիբրի մարդ չկար, դուք հիմա լուրջ եք ասում, կներեք, բայց ինձ անձնական կարծիքն է։ Սա մի կողմ։ Հələ ասում Ռուբեն Ռուբինյանը էլի ոչինչ ընդունելի է, ինչ որ համապատասխան կրթություն ունի, համապատասխան այսպես գոնե ցույց հատվե, գոնե ինչ որ ձիրք ունի։ Տեսեք, ասում են լավին լավ, վատին վատ։ Չեմ ասում լիովին Հələ ժամանակը ցույց կտա, չեմ ուզում նախորոք ասեմ, հա, կարող է շատ ավելի լավ ազգային ժողովի նախագահ լինում, քան Ալեն Սիմոնյանը, սպասենք տեսնենք։ Կոնջորյան ու Ալեքսանյան, դուք հիմա լուրջ եք ասում, դուք ձեզանից չեք ամաչում։ Դու այդ մարդիկ ասենք լավ, իրանց տեղերում, օքեյ, լավն էին, ասենք ձեր համար, ձեր տրամաբանության մեջ իրանք իրանց գործառույթը կատարում էին, բայց ազգային ժողովի փոխնախագահ, որը պետք է գնան Հայաստանը դուրս ներկայացնեն, ինչ որ հարցերում, որպես ղեկավար պաշտոններ Պարլամենտական երկրում դուք հիմա լուրջ եք ասում։ Հիմա ժողովրդավարության հետ կապված։ Հիմա օրենք էր ուզում մտցնեն դեմագոգիա, թե բա գիտեք ինչ կա։ Ես ընդունում եմ, որ այդ օրենքի մեջ տրամաբանություն կա, որ ովքեր որ թեկուզ բանակից ազատվելու հետ կապված, նաև ժամանակավոր այդ զորավարժությունների հետ կապված որ կանչում են, թղթերը իրավունք ունեն բժիշկների թղթերը ստուգելու նաև զինվորական հոսպիտալում կամ զինվորական տրամաբանության մեջ, որպեսզի պարզեն, արդյոք կեղտ թուղթ են բերել, որ ազատվեն բանակից կամ ազատվեն զորահավաքներից, թե իրական թուղթ է։ Եվ դա լավ օրենքային չարմով, որ տեսեք, ստուգելու պարագայում
կարող է պարզվի, որ ուրեմն կեղծ թուղթ է տրվել եւ այդ բժիշկը դատվի եւ հիմա ամեն մի բժիշկ թուղթը գրելուց պետք է հասկանա, որ չի կարելի կեղծ թուղթ դնել, որովհետեւ կարող է ստուգվի եւ կարող է դատվի։ Okay, ընդունեցինք։ Եթե ուրեմն նախկինների ես բռնելու պես գործադրվի, բարձ այդ օրենքը չի աշխատի, այդ կամ այդ ընտրակաշարքի հետ կապված հələ པարզ չի, տարիներով չեն բռնում, ոչ մեկին չեն նստացնում։ Բայց եթե իրոք 1-2 հոգի դատվի, այդ ոլորտը կկարգավորվի, հա։ Բա փախնում են երկրից։ Երկրից փախնում են, որտեղ դուք բալանսիստ եք։ Երկրից փախնում են, որտեղ մարդիկ ապագա չեն տեսնում։ Երկրից փախնում են, որտեղ բանակում շարունակում է գողական բարքերը, էլի չեք կա, որտեղ լրիվ նատոյական համակարգ չեք ներդրել, որտեղ լավ չեք աշխատում ամերիկացիների հետ։ Երկրից փախում են, որտեղ կազարմաներն ու չգիտեմ, որովհետև լողանալու վայրը կազարմաներից հեռու է, որտեղ մինչև հիմա չեք կառուցել, որտեղ ամեն կազարմա կամ ամեն մի զորամաս պետք է ունենա հատուկ այդ ցնցուղները իրանց հատուկ լոգակի տեղը մարդիկ չպետք է շապատա մեկ լողանան։ Այո, ճիշտ է հարց բարձրացնում Հայկ Սարգսյանը, որ բարձրացնում է, որը չի լինելու էլ հաջորդ ազգային ժողովում, չնայած բազմաթիվ, ասում եմ, օվերդոզեր է արել ու իրանց լեզու ասեմ պերեբոյներ է արել եւ պերեդոզներ է արել, բայց կոնկրետ բաներ կա, որ խելացի է, հիմա լավին լավ, վատին վատ, նորից կրկնում եմ։ Հիմա բայց ինչ եմ ուզում ասել, էսա լավ է, որ այդ ամեն ինչը անում եք, էսա լավ է, որ ուզում եք խստացնեք, էսա լավ է, որ ուզում եք ստուգեք, վերահասկեք, բայց հիմա եկեք ուրեմն գնել Սանոսյանը, տարածքային կառավարման նախկին նախագահ, որը էլի ԿՊ-ում լավ մեծ դերին ու ասում են նես չի, որ Դավիթ Խուդատյանը իր այդպես մտերիմը չի, այսպես ասենք, հա, ու նես չի, որ ինքը տարածքային կառավարումը այդպես լրիվ թողել է, էլի։ Գնել Սանոսյանը Ուրեմն տարածքային ազատությունը երկու հետաքննություն է արել, քլստիվին մեկ-մեկ տես բաներ անում է հետաքրքիր։ Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախկին նախարար Գրես Սանոսյանը լրագրողների ճեպազրույցում անդրադարձել է որդու առողջական հիմքով զինվորական ծառայությունից տարկետում ստանալուն, պնդելով անցել է բժշկական հետազոտություններ, արկա իրավական կարգավորումների հիման վրա, տարկետում է ստացել։ Հետո նորից կհետազոտվի, կբավարարի, կգնա, չի բավարարի, չի գնա, ասաց Սանոսյանը։ Ազատության հետաքննության համաձայն գնել Սանոսյանի որդին Գոր Սանոսյանը 2024 թվականին առողջական հիմքերով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։ Չնայած այդ առողջական խնդիրներին Սանոսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա է կառուցում եւ ներկայում հանդես է գալիս Արարատ 2 ֆուտբոլային ակումբում։ Սանոսյանը ընդգծեց իր տղան տարկետում է ստացել ոչ թե 2024 թվականին, այլ 25 թվականի ամռանը, երբ ինքը որևէ պաշտոն չէր զբաղեցնում, լուրջ ես ասում։ Իսկ ԿՊ-ում լուրջ պաշտոն ունես, ԿՊ-ում բարձրաստիճան լինելը ընդհանրապես դες չի խաղում, հա։ Չկա ֆուտբոլիստ, ով 6-7 տարեկանից զբաղվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու սրտի խնդիր չունի։ Մի հատ կռուտի տնայեք, էլի կներեք Գիրտ բառ չեմ օգտագործում, հատուկ որտեղ սա իրանց բնորոշ բառ է, սա կռուտիտ է, այսինքն ստացվում է ըստ գնել Սանոսյանի, որ բոլոր ֆուտբոլիստները սրտային են, հարգելի հետևորդներ, բոլոր ֆուտբոլիստները ինչքան գիտեք, ով որ 6-7 տարեկանից բայց զբաղվում է ֆուտբոլով, սա սրտային են։ Առողջապահության նախարարությունն ունի որոշակի չափորոշիչներ, պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվողների մոտ չափերը փոխվում են եւ սկսում է չհամապատասխանել։ Դա է ընդամենը տարին տասնյակ նման տղաներ տարկետում են ստանում, ուղղակի երևի նրանց ծնողները հայտնի չեն խոսում ոչ մեկից, ասաց լրագրողների հարցերին պատասխան։ Հիմա լուրջ ես ասում։ Դու հիմա լուրջ ես ասում, ֆուտբոլիստից երկար ոչ մի զինվորական չի վազում։ Ամեն օր ահավոր մարզումներ, ահռելի երկար դիստանցիաներ են վազում, ահռելի ծանր պարապմունքները։ Ոչ մի բանակում այդպես ծանր պարապմունք չի գնում, ոնց որ ֆուտբոլում երիտասարդ էսի չես խոսում դու։ Էսի կրուտիկներ ես անում։ Մարդը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ասում է երևի այնքան տաղանդավոր չի, որ այդ բկմայի թիմ են վերցնում, չէ, բանակայիններին, որ խաղը առաջնությունում, երևի այդքան չի համապատասխան, չեն ուզում բկմա վերցնեն, այդքան տաղանդ չունի, ուրեմն, բայց ֆուտբոլիստը կարիերա է ուզում սարքի, եւ ժողովուրդ ջան, մարդը շարունակում է խաղալ, մարդը շարունակում է պրոֆեսիոնալ ծանր սպորտով զբաղվել, ասում է, խեղճ տղես սրտային է, ու լիքը տենց սրտայիններ կան, ուղղակի չէ, սրտային ֆուտբոլ են խաղում։ Պատկերացնում եք սրանք ինչ են ով են։ Եվ ես հիշում եմ, ու ես են գնել Սանոսյանն, որ ժամանակին հաղորդում սարքեցի ժամանակին, երբ որ ինքը հիշում եք, որ մեծ պալատներ էր կառուցում Գագիկ Ծառուկյանի նայման գոտում։ Եվ որ ուզում ենք հասկանանք, ոնց ա եղել, որ Գագիկ Ծառուկյանը թույլ է տվել, որ իր կալվածքներում Գնել Սանոսյանը սարքի մի հատ տեսել եք, չէ, տարածքացույց են ահռելի օլիգարխին ինֆրաստրուկտուրային համապատասխան տուն է սարքել գնել Սանոսյանը։ Հիշում եք, որ ասես պապաս, աղբերը, սաղին խառնեց այդ պատմությունը։ Հիշում եք, որ այդ ընթացքում խոսվում էր, որ Գագիկ Ծառուկյանին մենաշնորհ տրվեց, որ բողոքում էին մարդիկ այդ միջքաղաքային տրանսպորտի հետ կապված, գների հետ կապված եւ այլն։ Այդ հիմա է Ծառուկյանը ինչ որ բան։ Դուք հիշում եք ինչ արտոնություններ էին տալիս Գագիկ Ծառուկյանին։ Հետո մեկ է պատահական մեկ էլ լուր ստացվեց, որ գնեց Սանոսյանը Գագիկյանի
Ծառուկյանի կալվածքներում ստացել է մեծ հողատարածք, որտեղ ինքը ուրեմն ահռելի բան, հետո պարզվեց ախպերը Ռուսաստանից էլ մի խոսքով հասկանում գիտեք սխեմը, բայց դա էլ բավարար չի։ Էս են ԿՊ-ականներ են, որոնք օրենք են ուզում մտցնեն։ Տղաներ եւ աղջիկներ, մի հատ ձեզանից սկսեք։ Մի հատ ամոթ է, էս մի հատ վերանայեք ձեր բա, չի, դե հետո մարդիկ ասում են չեն փախնում են, որովհետև տեսնում են, որ ձեր երեխեքը չեն ծառայում։ Լուսինե Բադալյան 2018 թվականից իսկ հողուժի падգամավոր եւ նախկին հաղորդավար Լուսինե Բադալյան, ով որ չգիտե, ասեմ, ինչ որ ժողովրդի մեջ իրան լուլու են ասում, ես չգիտեմ, եւ ես նրան դեռ համասարանից գիտեմ, ասեմ, որ ով որ չգիտի, ինչ ում մասին է խոսքը։ Նրա որդին Սամվել Գևորգյանը 2023 թվականին տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից առողջական հիմքերով, հիմա ուշադրություն։ Սա չի խանգարել, որ Գևորգյանը մինչև 2024 թվականը խաղա Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականում։ Սրան զուգահեռ նա անցած մրցաշրջանում հանդես է եկել ԲԿՄ եւ ՀԱՏ-ի սակումներում։ Վերջին անգամ խաղացել է այս տարվա մարտին։ Հերթական սրտայինը ըստ Գնել Սանոսյանի տրամաբանության։ Մի հատ էլ ասեք, որ բասկետբոլից զբաղվում է փոքրություն այլ է սրտային։ ԿՊ-ական падգամավորը պատասխանելով ազատության հարցին, թե ինչ առողջական խնդիրների պատճառով է որդին տարկետում ստացել բանակից, ասաց բժշկական գաղտնիք է եւ լրատվամիջոցն իրավունք չունի նշված հարցով զբաղվելու։ Իսկ ինչպես է առողջական խնդիրների արկայության պայմաններում որդին բասկետբոլ խաղում։ Բասկետբոլը որդից թողել է առողջական խնդիրների պատճառով։ Հիմա ժողովուրդ ջան, այստեղ բռնվեք, թե որտեղ է ինքը բռնվել։ Ասում է, թարգել է բասկետբոլը, ուշադրություն։ Եթե այդպես լիներ, ասում է, ցավոք սրտի։ Խնդրում եմ նման ցավոտ թեմաները մի մանիպուլացրեք, ասել է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական անդամը, չհստակեցնելով, թե որքան ժամանակ է որ որդին չի խաղում։ Հիմա ուշադրություն։ Սամվել Գևորգյանը, այս Լուսինե Բադալյանի որդին, իսկապես վերջին ամիսներին չի խաղում, բայց պատճառն այն է, որ բասկետբոլի A լիգայի մրցաշրջանն ավարտվել է մարտի կեսերին։ Միջազգային բասկետբոլային տվյալների հայտնի կայքերից մեկը Եվրոբասկետի տվյալներով երևում է, որ Գևորգյանը մինչ մրցաշրջանի ավարտի վերջին հանդիպումը խաղացել է ՀԱՏԻՍ-ում։ Սա մեր զրույցում հաստատել է նաև ՀԱՏԻՍ-ում նրա մարզիչ Վարդան Խաչատրյանը։ Վերջինս падգամավորի որդի մարզիչներից է եղել նաև մինչև 20 տարեկանների ազգային հավաքականում։ Կոնկրետ հիմա խաղեր չկան, մրցաշրջանն ավարտվել է, ասել է մարզիչը, ավելացնելով, որ բասկետբոլիստը հեռանկար ունի, տվյալները լավն են։ Հարցին արդյոք առողջական խնդիրներ նկատել է Սամվել Գևորգյանի մոտ, ինչը ասում մարզիչը, ուշացում, կարծեմ մեջքի խնդիր է եղել, բայց նա վերականգնվել է ու խաղացել է։ Կարծեմ, բայց բաց է թողել մի քանի պարապմունք, բայց ոչ մի այլ էական ազդեցություն դա չի ունեցել։ Պատասխանել է Վարդան Խաչատրյանը, որը Լուսինե Բադալյանի որդու մարզիչն է։ Դուք հասկանում եք ժողովուրդ ջան իրանք ովքեր են, ինչեր են խոսում, ինչով են զբաղված։ Մեզ բարոյականություն են կարդում մեր գլխին, մեզ կյանք են սովորեցնում, այս մարդիկ նախկիններից են ազատում։ Ուրեմն ասեմ ինչի ես իրավունք ունեմ ասելու։ Ուրեմն այն ժամանակ, որ ես ծառայել եմ բանակում, իմիգրա չափանիշներ չգիտեմ, բայց այդ ժամանակ ես ունեմ առողջական խնդիր, որի հիման վրա ես կարող էի ազատվել։ Ես կարող էի չծառայել բանակում։ Ես լուրջ առողջական խնդիր եմ ունեցել եւ այնպես չի որ միջի հիմա չունեմ, ունեմ եւ ես այդ հիման վրա կարող էի ազատվել բանակից, բայց ես ծառայել եմ 2 տարի։ Ես ծառայել եմ 2 տարի։ Այդ առողջական խնդրով ծանր հիվանդանոց եմ ընկել, իրանց մոտ եմ ընկել մի քայ, այսպես մի խոսքով, տարբեր ձևերով ոնց կարծել եմ դժվար առողջական խնդիրով ես ծառայել եմ 2 տարի բանակում։ Ու ես ունեմ բոլոր իրավունքը բարոյական այս հարցը բարձրաձայնելու, երևի շատ-շատերից ավելի շատ, որովհետեւ բոլորի ուղեղը մտնի։ Առողջ սպորտսմեն երեխեք ունեք, ազգային հավաքականների պարապմունքներ, դու գիտեք թե ինչ է, Ժորժյան, դա սովորական խուժան թիմ չի է։ Ազգային հավաքականների պարապմունքը ես եղել եմ ձերքի գնդակի 15 թե 16 տարեկանների հավաքականում, հասցրել եմ կես տարի լինել։ Դուք չեք պատկերացնի դա ինչ ծանր ազգային ձերքի գնդակը, որ Հայաստանում այդքան զարգացած չէր, բայց ձերքի գնդակը դա տանջալից պարապմունք էր։ Ես կես տարուց ավել չձգեցի այդ պարապմունքներից, դա սարսափելի մի պարապմունքներ, որովհետև բնականաբար դա ինստիտուտ, բան եւ այլն, դա էլի իհարկե ազդեց, բայց ել չեմ ասում 20 տարեկանների բասկետբոլի 24 եւ ավել բասկետբոլի թիմերում ՀԱՏԻՍ-ը պրոֆեսիոնալ ակումբ, ասենք չգիտեմ, Արարատը պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Դուք գիտեք պրոֆեսիոնալ ֆուտբոլում պարապմունքը դա ինչ է։ Ասում տղես սրտային, հեշտ տղեն սրտային, այս ծանր օրական մի 10-20 կիլոմետր վազում է խես սրտային տղեն։ Ստվացի մի հատ ձեզանից սկսեք։ Մի հատ ձեզանի, հետո նոր տենց օրենքների իրավունք ունեք, նոր իրավունք ստացեք այդպիսի օրենքներ ընդունելու։